Պարոն Սիմոնյան, դուք սկսենք նրանց, որ Գյումրու ավականու անդամ եք, խմբակցության ղեկավար։ Հիմա մեկ տարին լրացավ, որ ընդդիմադիր դաշտը համախմբվեց և քաղաքապետ ընտրեցինք, ընդդիմադիր թեկնածուին, թեպետ տեսանք ինչ եղավ, թեկնածուն այսօր կալանավորված է Բերդում։ Ընդհանուր առմամբ խոսենք այս պահին գոհ եք այս մեկ տարվա ընթացքում արդարացան ձեր սպասելիքները ինչ-որ առումով Գյումրիում, արված գործերի հետ կապված, չարված գործերի հետ կապված, այսպես ընդհանրացնենք, որպես ավականու անդամ։ Նախ ասեմ, եթե գոհ լինելուց է գնում խոսքը, ուրեմն ես երբեք գոհ չեմ լինելու քաղաքի կառավարումից, որովհետև միշտ կուզենամ մաքսիմալը տեսնեմ իմ քաղաքում, ամենալավը տեսնեմ, որ ոչ միտեղ չկա, բայց մեղավորներ փնտրելուց չի կարելի մենակ Գյումրիի քաղաքապետարանին մեղադրել, այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը, այս պառակտվածությունը, այս իրար դեմ լղոզված քարոզ տանելը, բամբասանքչություն անելը, այսպես ասած, այս արդյունքին է բերելու էր։ Ես ավելի շատ կողմնակից եմ համախմբման, միմյանց փոխադարձ հարգանք ցույց տալով եւ նման ոլորտում աշխատանք ծավալելով ունենալ արդյունք։ Եթե դա չկա, ուրեմն այս պատկերն էլ պետք է ունենանք ոչ միայն Գյումրիում, այլ Երևանում, մյուս մարզերում, քաղաքներում, քանի դեռ մթնոլորտը այսպեսին է, ուրեմն մենք սրանից ավել պետք է որևիցե բան չանցնենք։ Լավ, առջևում համապետական ընտրություններն են, ամենակարևորը թերևս, ինչից կախված է նաև ինչ որտեղ Գյումրիի հետագա ճակատագիրը, եկեք ճիշտը խոսենք։ Մենք միանգամից հետաքրքիր, այսպես ասած, քաղաքական փոփոխության ականատես եղանք, Մայր Հայաստան կուսակցությունը, որով դուք առաջադրվել եք ավականու անդամ, այսօր փաստորեն կարելի ասել ընդունված է, ասում ենք, որ երկփեղկվեց։ Այսինքն մի մասը Մայր Հայաստան կուսակցության հատկապես նրա ղեկավարի Իդեմս Թևանյանի տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի թիմում, անակնկալ էր նաև ինչ որտեղ երևի անակնկալ էր մեզ համար ձեզ տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում, արդեն իսկ դաշինքի թեկնածուների ցուցակը պարզ է 20-րդ համարը, եթե չեմ սխալվում, դուք եք որպես պատգամավորի թեկնածու առաջադրված, սա ինչ փոփոխություններ, ինչի հետ էր պայմանավորված, սա հիմա արդյոք խանգարի ձեզ որպես Մայր Հայաստան կուսակցությունով ավականու անդամ, խանգարում է թե չի խանգարում։ Նախ ասեմ, Մայր Հայաստան կուսակցությունով չմասնակցեցինք ընտրություններին, այլ երկու տարբեր կուսակցություններ դաշինք կազմեցին, որի անունը տրվեց Մայր Հայաստան դաշինք եւ դաշինքի թեկնածուն դարձա տվյալ դեպքում ես։ Իսկ ինչի համար ստացվեց, որ գնացինք Հայաստան դաշինք կամ մի մասը Բարգավաճ Հայաստան, ես իմ տեղը պատասխանեմ, որովհետեւ ես ուրիշի տեղը չեմ կարող հասկանալ որն է պատճառը, բայց ամենակարևոր բանը այստեղ նա է, որ ով որտեղից էլ որ հանդես է գալիս, դա ընդդիմադիր դաշտն է եւ յուրաքանչյուրս մեր մասով փորձելու ենք ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալել։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստան դաշինքին, 2021 թվականին էլ եմ ես սատարել Հայաստան դաշինքին, շտաբ եմ ղեկավարել Գյումրիում, այնպես որ ինքը օրինաչափ է եւ անակնկալ չէր։ Ոչ մի անակնկալ չկա, օրինաչափ եւ գնում ենք առաջ։ Իսկ պարոն Թևանյանի հետ, այսպես ասած, հարաբերությունները, քանի որ ավականու անդամ որպես դեռևս Մայր Հայաստան Տեսեք, Մայր Հայաստան խմբակցությունը հենց Գյումրիին վերաբերող հարցերով է զբաղվում եւ մենք այստեղ չունենք որևիցե տարաձայնություն, քանի որ նույն ընդդիմադիր դաշտից ենք տալիս մեր գործունեությունը։ Այնպես որ Մայր Հայաստանի հետ կապված Գյումրիի թիմ ոլորտում ենք համագործակցություն ունեցել եւ չէ, այստեղ պարզապես ուշագրավ ու հետաքրքիր է երկու առաջնորդների Գագիկ Ծառուկյան եւ Ռոբերտ Քոչարյան, տարբեր բևեռներ են, մարդկանց կողմից էլ են հետ տարբեր ձև ընկալվում, ճիշտ խոսենք, դա էր ուղղակի հետաքրքիր, այո, երկուսն էլ ընդդիմադիր են, այս պահին թերևս, ամենալավը դա է, բայց որպես առաջնորդներ ժողովրդի մոտ էլ իրենք տարբեր ընկալումներ ունեն։ Ծառուկյանին այլ կերպ են ընկալում, Քոչարյանին այլ կերպ, դա էր էլի ամբողջ հարցը։
ու զարմանալի, որ դուք հանդես եք գալիս Քոչարյանի դաշինքով, մյուս թևը։ Դուք շատ լավ շեշտադրում արեցիք, ամենակարևորը, որ ընդդիմադիր դաշտում է ծավալվում Այո։ դրանից ենքում էլ բան չկա։ Մնացածը արդեն այլ հարց է։